Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս դիվանագետ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանն է։ Բարև։ Պարոն Հակոբյան, սկսենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից։ Ի սկզբանե արդեն ամսից ավել շարունակվում է պատերազմը, որը ամենասկզբում կային տարատեսակ կանխատեսումներ, որ բավականին կարճ է տևելու, հենց նաև Միացյալ Նահանգներից էին հնչում այդպիսի համոզումներ, որ արագ կավարտեն իրենց սահմանած նպատակներին կհասնեն, բայց մենք տեսանք, որ պատերազմը չավարտվեց, այլ ընդհակառակը ընդլայնվեց, ներգրավվեցին կամ ուղիղ ոչ անուղղակի պատերազմի մեջ մտան նաև ծոցի երկրները։ Եվ հիմա ինչ իրավիճակ ունենք առհասարակ Մերձավոր Արևելքում, որովհետև Թրամփի հայտարարությունների վրա հիմնվելով բավականին դրանք հակասական են, այսինքն կողմերը իրար ամերժ պնդումներ են իրականացնում եւ վերջին շրջանում Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակը եւ միջազգային լրատվականները գրում են, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի իրանական, այսպես ասած, նավթի վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցում, բացառել Իրանի ինքնիշխանությունը, այսքան այնտեղ ներկայություն ունենալ եւ այլն։ Այսինքն հիմա օրակարգի առանցքային թեման, պատերազմի օրակարգի առանցքային թեման այս նեղուցն է ու բնական ռեսուրսները։ Հա, ասեմ, երևի սկսեմ հենց սկզբից, ինձ երբեք, երբ որ սկսեց պատերազմը, միանշանակ համոզված էի հենց առաջ օրվանից, կարծեմ ձեր մոտ եթերում մենք խոսացել ենք, որ պատերազմները հեշտ է սկսել, հեշտ չի վերջացնել, ու ինձ թվում է Տրամփի մոտ ինքը կարծում էր, ոնց որ հիշում եք մի տարի առաջ, որ ինքը տարիֆներով բոլորին սպառնում էր 100-150%, ինքը միացնում էր, հետո անջատում էր, հետո ինչ որ բաներ էին բանակցում, ինքը կարծում էր ստեղ էլ պատերազմը կմիացնի, հետո կանջատի ու ամեն ինչ լավ կլինի։ Այսինքն Իրանը նույնիսկ իր կարծեմ խորհրդականներից մեկը ասում էր, որ ինքը շատ ապշած է 2 օր առաջ պատերազմ սկսեց, որ իսկան նավատորմ բերել են, սարսափից իրանացիները չեն հանձնվում, այլ պատրաստվում են պայքարել, այսինքն իրանացիներին իրանք լրիվ սխալ էին, ամենազգ Տրամփը լրիվ սխալ էր հասկանում։ Հիմա արդեն մի ամիս է անցել, վերջը չի երևում, հիմա արդեն այդ ծովային հետևակն են բերում, 10,000 տարբեր թվեր կա ինչքան են լինելու, ուր են մտնելու, արդյոք այդ 1-2-3 կղզիներն են մտնելու, թե գնալու են դեպի միջուկային այդ վերամշակման կենտրոններից փորձեն այդ հարստացված ուրանի պաշարները վերցնել, որը անհավանական դժվար օպերացիա է ու զոհերի հետ կապված։ Ուղղակի ես չգիտեմ իհարկե ինչ հաշվարկներ են ունեցել, բայց Իրանի տարածքին որ նայում ես 1.7 միլիոն քառակուսի կիլոմետր։ Իրանը ավելի շատ է, քան թե մենք ամբողջ հարավային Կովկասով, Թուրքիայով, Հորդանանով, Սիրիայով, Եգիպտոսը չհաշված, մնացած Մերձավոր Արևելքից Իրանը ավելի մեծ է։ Ու այդ եթե Իրաքում իրանց պետք էր մոտ 150,000 ամերիկյան զորքեր 2003 թվականին ու մոտ այդ կանել մյուս բոլոր օժանդակող ուժերը, ու իրանք 3 շաբաթ տևեց Բաղդադ գրավելը ու իշխանությունը Իրաքում այդ ժամանակ դա միայն Սադամ Հուսեյնն էր անձը, ու ինչ որ կուսակցություն բան, որ բոլորը պատրաստ էին շուռ գային։ Իրանը լրիվ ուրիշ համակարգ է պետական, իրենք ասում էին, որ սպասում են, այսինքն եթե որ հունվարին այդ ալիքը բարձրացավ բողոքների, ցույցեր եւ այլն։ Իսկ այդ պահին բաց թողվեց։ Եթե այդ պահին հարցակումը լիներ, կարող է ինչ որտեղ ալիքը շարունակեր բարձրանալ ու հետո վերջում ինչ-որ փոփոխությունների գար, բայց այս կարգի իրավիճակներում ես տեսել եմ, դրսից ուժը միշտ ազգայնականության բանա տալիս, ուժ տալիս, այսինքն ինչ-որ ներքին սոլիդարնոսի խնդիրներ հայտնվում, որ իրանց համար կարևոր թշնամու դեմ պայքարելն է, սկսած սովետական պայքարը Գերմանիայի դեմ, բազմաթիվ ուրիշ դեպքեր, ու քանի գնա, այնքան ավելի իրանացիները միավորվելու են ընդդեմ դրսի թշնամու։ Բայց հիմա իրավիճակը ինչպես է փոխվել, որ պատերազմի վերջը չի երևում։
Այսինքն ինչու՞մն է խնդիրը այդ վերջի։ Հստակ, այսինքն պատիրանք ռմբակոծել են ինչ որ հնարավոր է ռմբակոծել։ Ինչպես ասում է Թրամփը։ Գետնի վրա ինչ որ կարելի է ռմբակոծել, ամեն ինչ 15000 թե ինչ որ մեծ թիվ էր ռմբակոծված օբյեկտների քանակը։ Բազմաթիվ օբյեկտներ կա, որ հիմա գետնի տակ են։ Հորմուզի այդ մասը, որտեղից իրանք վերահսկում են Հորմուզի այդ նեղուցը, իրանք շատ ժառային բան է, պատա ու հսկական տարածություն է, որտեղ այդտեղ ժայռերի մեջ գետնի տակ, դրոնների թողարկման տեղերը, այդ հրթիռների թողարկման տեղերը, այդտեղ հսկական զորք է պետք մտնել, որ դա մաքրեն, որտեղից էլ իրանց Հորմուզը վտանգի չենթարկվի։ Հիմա Հորմուզը փաստացի դարել է իրանական իշխանության տակ, ոնց որ Եգիպտոսը Սուեցի ջրանցն է վերահսկում, նույնպես էլ Իրանը հիմա արդեն վերահսկում է ու շարունակելու է վերահսկել, անկախ նրանից Տրամփը ուզենա պատերազմից դուրս գա, թե չէ իրանք ասում են։ Իրանը ասում է առաջվա պես չի լինելու, հիմա տարիֆ ենք սահմանում։ $2 միլիոն ամեն մի անցնող, ոչ ամերիկյան, ոչ իսրայելական իհարկե, ամեն մի անցնող այդ նավթի տանկերներից իրենք գումար են վերցնում, բայց որոշում են թողեն, թե չթողեն ու ինչ մարշրուտով իրենք գնան։ Բացի դրանից Տրամփը հատուկ որոշում ընդունեց, որ Իրանը ունի մոտ կարծեմ 150 միլիոն բարել նավթ ծովում այս պահին, որ այդ որպեսզի նավթի գները չշարունակեն բարձրանալ, այդ նավթը թույլատրվում է վաճառել շուկայական գներով, այսինքն այդ արկելքները սանկցիա, իրանք հասան հակառակ նպատակին, այն ինչ որ սանկցիաներով արկելված էր Իրանը քաշի կարիք ուներ, Իրանը գումար չէր կարող, նավթը չէր կարող վաճառել, հիմա փաստորեն Իրանին թույլատրեցին նավթը վաճառել բավական մեծ ծավալներով, քանի որ աշխարհում նավթի սով է հայտնվում, հա, ու դա ուր է գնալու, նավթը հիմա արդեն 110 մոտորապես բարելը, ու մինչև 2 օր կարա բարձրանա, այսինքն դա այս պահին դեռևս մարդիկ սպասում են, որ կարողա ինչ-որ ձևով կանգնի։ Եթե չկանգնի ու Հորմուզի հետ կապված այս խնդրը շարունակվի, նավթային գները շարունակելու են բարձրանալ։ Իսկ նավթը դա բանա, ցիկլ է արտարաշացնում, բազմաթիվ ուրիշ դա ավիացիոն բենզինն է, որը թռիչքներն է փոխվում, մեքենաներ, էլեկտրոէներգիա եւ այլն ամեն ինչ դրա հետևանքով սկսելու է թանկանալ։ Այսինքն հիմա կռվանը Հորմուզի նեղուցն է։ Հա։ Իսկ հութիների մասով, եթե նրանք էլ միանում են եւ հութիները Բաբելը առանձին խնդիր է, իրանք դեռևս շատ пассив են, ուսերովին իրանացիներն են ասել, առայժմ մի խառնվեք, դա համար հութիներն էլ վերահսկում են կամ ինչ որ ձևով կարող են ազդել Կարմիր ծովից դեպի Հնդկական օվկիանոս, այդ Բաբել Մանդեբի նեղուցը որ կա, իրանք էլ այդտեղ կարող են։ Իսկ այդտեղով ասում է ամբողջ աշխարհի ընդհանուր առևտրի մոտ 15-20%-ը տանկերներ, Ասիա, Եվրոպա, բոլոր, այսինքն եթե այդտեղ խցանումներ առաջանա կամ խնդիրներ առաջանա, նավթի ինչ որ տոկոսներ է դες գնում։ Եվրոպա, Ասիա առևտուրն է խնդրեմ է։ Ու գիտեք ոնց է, դա 15%-ն է, բայց այդ 15% եթե մեքենա ինչ որ մի մաս չի գալիս, ամբողջ մեքենա արտադրությունը դառնում է խնդրեմ։ Այսինքն դա շղթայական ռեակցիա առաջացնելու գլոբալ համաշխարհային տնտեսության վրա, որի հետևանքները շատ դժվար է տեսնել։ Մանավանդ եթե երկուսն էլ Հորմուզն էլ ու Կարմիր ծովից ելքն էլ փակվեն, դա կատաստրոֆիկ հետևանքներ է գլոբալ տնտեսության համար։ Հիմա Տրամփը դա լավ հասկանում է, մաքսիմալ փորձում է դրանից ու ինքը ասում է բանակցում ենք, իրանացիները ասում են չենք բանակցում, հետո թուրքերը ասում են իրանք միջնորդի միջոցով Պակիստանի, Թուրքիայի միջոցով են բանակցում, իրականում նույնիսկ Ամերիկայում ծաղրանկարներ կա, որ Տրամփին իր հետ հայլու մեջ խոսում է, որ կարծես թե բանակցում է, իրականության մեջ ինչ է բանակցում, դա համար ինքը 15 կետանոց բան են ուղարկել, առաջի կետը միջուկայինն է, երկրորդ կետը Հորմուզն է եւ այլն, բազմաթիվ 15 կետ է, իրանացիները ասում են բացարձակապես, մենք ձեր կետերի հետ համաձայն չենք, մեր պայմանը, այսինքն իրանք չնայած իրանց ամբողջ ռազմական թուլությանը, ավիացիայի թուլությանը, նավատորմի թուլությանը, հրթիռների թուլությանը եւ այլն, Հորմուզի միջոցով հսկայական լծակ են գտել թե Ամերիկայի վրա, թե գլոբալ տնտեսության վրա։ Շատ լավ։ Ռեժիմի փոփոխություն այս բանին արդեն էլ ակտուալ չէ Իրանում։ Միշտ էլ ցանկություն կա։ Հիմա Իսրայելը, ինձ թվում է Իսրայելը չի ուզում ռեժիմի փոփոխություն։ Իսրայելը ուզում է մաքսիմալ թուլացած Իրան ու իրանք հասկանում են ռեժիմի փոփոխություն, իրանք մի քանի անգամ Մոսադն էլ ինչ որ կոչեր արեց, Տրամփն էլ սկզբից կոչեր էր անում, դուրս եկեք փողոց, մենք ձեզ կպաշտպանենք, բայց մի անգամ հունվարին ժողովուրդը արել է ու շատ դառը դասեր է քաղել, հա, որ այսինքն այդ դուրս են գալի փողոց, հա, կարող է իրանական զենքը
ամերիկյան զենքի դեմ չի ազդում, բայց անձնական բնակչության դեմ ազդում է, աշխատում է, անձնական բնակչությունն էլ հասկացել է, որ այս պահին իրանք էլ դուրս գալու հատուկ իմաստ չեն տեսնում, էլի, ու ոչ մի այսպես ռեժիմի փոփոխությունը ոնց պիտի լինի։ Առաջնորդի խփեցին, իր փոխարեն ավելի ռադիկալ տրամադրված առաջնորդ եկավ։ Մյուսին խփեցին, նույնն է գալիս։ Ու գիտեք, այդ մոտեցումը, որ կարելի է 100 հոգու սպանել Իրանի նման երկիրը կգլխատվի, դե չէ, իրանք sense հսկայական շղթայի են նշանակել, որ եթե սրան են սպանում, սա է պաշտպանության նախարարին սպանում, սա է շտաբի պետը սպանում, սա է դառնում, ու շատ արագ ամեն մի իրանց այդ տարածքային կամ պրովինցիալ հրամանատարը իր առաջադրանքները ուներ Համենեին, Պապա Ալի Համենեին։ Ինքը հատուկ բաներ, ինստրուկցիաներ էր տողել, ով ինչ պիտի անի, եթե ինքը չկարողանա իրանց բան անի։ Դրա համար շատ դեպքերում անկառավարելի քայլեր էին կատարվում։ Պեշեքշյանը ասում էր կներեք սխալվեցինք, հետո մեկը ասում էր չէ, ճիշտ էր, պետք էր Նախիջևանին խփել կամ պետք էր Դուբայի խփել կամ պետք չէր խփել եւ այլն։ Այդ ամենը գալիս է նրանից, որ նաեւ իրենց համակարգը գլխատելուց ուղղակի ավելի քիչ կազմակերպված է գործում, բայց շարունակում է հարվածել։ Դուք Իրաքի օրինակով սկսեցիք։ Այսինքն Իրանում չկան այնպիսի ուժեր, որոնց հետ կարող է համագործակցության եզր ձևավորվել, որոնք էլ ներսում հենց այս ռեժիմի, այսպես ասենք, փլուզմանը կնպաստեին։ Հա, Իրաքում դա ի վերջո առաջինը քուրդերը ամերիկացիների հետ լավ համագործակցում էին, բայց դա ամերիկյան գետնի վրայի ուժերն էին, որոնք դա ամերիկյան հսկայական բանակ կուտակվեց, ավիացիան ռմբակոծում էր, բայց ամերիկյան բանակը ի վերջո 3 շաբաթ տևեց Բաղդադ հասնելը, Բաղդադ գրավելը, հետո հիշում եք այդ կադրերը Սադամ Հուսեյնի արձանը ոնց էին գցում, իրաքցիները ոնց էին ոգևորված եւ այլն։ Ես նաեւ տեսել եմ Աֆղանստանում, որ ընդամենը 1000 հոգի ամերիկացի է սկզբից եղել, հիմնականում տարբեր ուժեր են եղել, որոնք իրանց զինել են, գումար են տվել, կազմակերպել են, ու ինչ որ չափով Իրաքում էլ, այսինքն գետնի վրայի տարբեր ուժեր օգտագործվել են։ Իրանում չկա բացարձակապես այդ բազան, որի վրա իրանք կարող են, օդից դու ռմբակոծում ես, գետնի վրա ինչ որ ուժեր արդեն գնում են ու իրանք սկսում են տարածություն գրավել։ Համ Իրանը սարսափելի մեծ է, համ էլ կազմակերպված ընդդիմություն կամ ֆեդերալ միավորներ, որոնցից ինչ որ 1-2-ը դուրս գան կենտրոնական ղեկավարության դեմ, այդ կարգի ուժեր չկան, չեն եղել ու հիմա ավելի քիչ շանս ունեն ծնվելու։ Այսինքն իրավիճակի հանգուցալուծումը պայմանավորվածությունն է լինելու։ Հա։ Իսկ Իրանն էլ հասկացել է, որ ինքը իր ձեռքում մի հատ հետաքրքիր շատ հզոր լծակ է գտել ու ինքը ինչ է թելադրելու, նա շատ հետաքրքիր երեք ամերիկյան մամուլում էին քննարկում, ասում է մեր այդ ռեժիմի փոփոխության, որը մասին ասեցիք, մենք մեր հաշվարկն են էր, որ մենք ռմբակոծում ենք, հետո Իրանի ժողովուրդը ոգևորվում է, արտանում է ցույցերով, բան ռեժիմը փոխում է։ Իրանում ցույցեր չեղան, 2 օր առաջ Ամերիկայում ընդդեմ թագավորի 8 միլիոն առած 50 բոլոր նահանգներում ժողովուրդ ասեց ամերիկյան ժողովուրդը ընդդեմ ամերիկյան իշխանությունների բարձրացավ, հիմա չգիտեմ դա ռեժիմի փոփոխություն կբերի թե չի բերի, բայց այդ կարգի վտանգներ էլ կա Ամերիկայի համար։ Դե գրառումներ էին նաև անում, որ այո ռեժիմի փոփոխություն լինելու է, բայց ոչ Իրանում Միացյալ Նահանգներում։ Սա բնականաբար ազդում է վարչակազմի դիրքերի վրա։ Նույն Տրամպի իր շրջապատի հաշվարկների վրա էլ ազդում, դրա համար հիմա 8 միլիոն է, հետո ավել կարող է լինի, բայց ընտրություններ է։ Նոյեմբերին ընտրություններն է, ու մինչև ընտրությունները իրենք պիտի ամեն ինչ անեն, որ փակեն։ Հիմա ասում են ինքը ինչ որ պահի հաղթանակ կկոչի, կհրճակի ու դուրս կգա, բայց քանի գնում է, այնքան դժվար է հաղթանա։ Այսինքն եթե ինքը մեր 2 շաբաթ, ոնց որ անցած տարի, հա, հանդեսին որ եղավ, այնքան ժամանակ հիշում եք ոնց եղավ։ Իսրայելը սկսեց ռմբակոծումը, 9 օր Իսրայելն էր ռմբակոծում։ Ամերիկան հասկացավ, որ Իսրայելը արդեն լրիվ գերիշխանություն է վերս է ուտում, ինքը ոնց որ խաղից դուրս է մնում։ Տրամպը որոշեց վերջի 3 օրը ինքն էլ եկավ այդ մեծ ռումբերը գցեցին, որ վնասեցին միջուկային կենտրոնները, ու իրանք դառան մասնակից Իսրայելի հաղթանակի, այսինքն համատեղ հաղթանակ էր, հա, այդ ժամանակ։ Ինքը այդ պահից երևի ենթադրեցին, որ Տրամպը ինքը, որ ամերիկյան զենքի դեմ խաղ չկա, այսինքն իր կարտերը իր ձեռքին, հա։ Հետո եկավ Վենեսուելան, որտեղ պարզվեց 3 ժամ կարելի է երկրի ղեկավարին գալ վերցնել տանել, ինքը դրանից ավելի ոգևորվեցին ու կարծում են հիմա այդ նույն կարգի օպերացիա, հա, Մադուրոին հանում ես, իր տեղակալին կամ ինչ որ երկրորդ դեմքին նշանակում ես ու
քո այդ բարեկամը կամ հարաբերություններ է կառուցում։ Իրանը լրիվ ուրիշ համակարգ է, լրիվ ուրիշ երկիր է։ Ասում եք, որ Իրանը գտել է այն լծակը, որով հիմա իրավիճակը ավելի է, այսպես ասենք, հա, բարձրացել Հորմուզի նեղուցի իմաստով օրինակ։ Եվ եթե ինչ-որ պահի կողմերը պետք է գնան պայմանավորվածությունների եւ դժվար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգները կարող է այդպես դնել եւ իր առաջարկած կետերից կամ պահանջներից հրաժարվել եւ հակառակը Իրանը եւս շարունակելու է, որքան այդ լծակը աշխատելու է, շարունակելու ավելի կոշտ դիրքերից հանդես գալ, չէ։ Հետեւաբար ինչպես է լինելու այդ հանգուցալուծումը, հա, պայմանավորվածությունները ինչի շուրջ են լինելու, որ կողմերը շատ պայմանական ասած, դե դրատակ նաև հասկանալով հազար ու մի բան, հաղթանակ հռչակեն եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները։ Ցավոք ես ոչ մի ինձ ուղիղ ճանապարհ, թե ամերիկյան տեսակետից, թե իրանական, այս բան չեմ տեսնում, այսինքն դա դեռ շարունակվելու է ինչ-որ ժամանակ, ասում են Իրանի բալիստիկ հրթիռների 90%-ը վերացված է, դրոնները շատ ավելի շատ ունեն ու այդքան չի վերացված, հենց որ դրվելու ձեռևս զենքեր ունեն, Ռուսաստանը ասում են ինչ որ զենքեր ուղարկում է Կասպից ծովով նաև, Չինաստանը ինչ որ մասեր է փոխանցում ինչ որ ձևերով, դա էլ է խնդիր, ուզում եմ ասեմ, բացի նրանից, որ Իրանը ինքը գտնում է, որ ինքը ձեռքին լծակներ ունի, զիջելու ամերիկյան պայմանները ընդունելու պատրաստություն ունի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի համար Ամերիկային մաքսիմալ ներկաշել Իրանում կոնֆլիկտի մեջ ու քամել ամերիկյան ուժերը, պոտենցիալը, ռազմական կարողությունները, բայց իրանց կռվելու փոխարեն իրանացիները կարող են կռվել ու նենց որ նույն իսկ ամերիկացիների տեսակետից, հա, ինքը Տրամպը, չգիտեմ, ինչ կարող ուղղակի դուրս գա, կամական պահի կարա դուրս գա հայտարարի, բայց այս պահին հայտարարելով արդեն միանշանակ ինչ ասի հաղթել են, բայց իրականությունը այնա, որ Հորմուզը մնում է իրանացիների վերահսկողության տակ ու դառնում է իրանք հայտարարել են, ոնց որ Եգիպտոսը Սուեծն է վերահսկում, մենք էլ նույն ձևի $2 միլիոն պլյուս մեր նավթը ազատ պիտի գնա։ Այսինքն Իրանը ստանում է, եթե իրանք մաքսիմում 1 միլիոն բարել էին օրական կարող արտահանեին հիմնականում Չինաստան, հիմա կրկնապատկվել է պլյուս գիննա կրկնապատկվել է։ Հա, Իրանի եկամուտները նավթային ծավալով մի քանի անգամ աճել են։ Ինչպես է իրավիճակը անդրադառնում հարևանների վրա Իրանի։ Հա, բոլոր հարևանները կա մի շարք հարևաններ Պարսից ծոցի, հա, երկրներ ծովով են հարևան, հա, իրանք, այսինքն քանի որ իրենք բոլորը ունեին ամերիկյան ռազմաբազաներ, իրանացիները գտնում են սա մեր համար բան լեջիտիմետ, հա, օրինական թիրախ է։ Այդ առումով ու իրանք սկսեցին, սկզբից ռազմաբազաներին խփեցին, հետո ամերիկյան զինվորները, որ որոշ հյուրանոցներում էին, այնտեղ խփեցին, հետո նաև այն հյուրանոցներին, որտեղ զինվորներ չկար, նաև խփեցին, այսինքն այդ բոլոր երկրները շոկ էր իրենց համար, հա, Դուբայը, որ աշխարհի լավագույն անվտանգ քաղաքն էր համարվում, հիմա իմ գոլեգան Մոգադիշոյից գրել է, ասում է տարվա մեջ մի հատ հրթիռ չի սեղ պայթել, Դուբայում 500 հատ հրթիռ է, իսկ մեր համար Մոգադիշոյից Դուբայ գնալը դա բան էր, արձակուրդեր դրախտում էլի, ոնց որ մի քանի օրով։ Հենց որ ուզում եմ ասեմ, իրենք բոլորը դժվար վիճակում են։ Հա, իմիջիալը ծոցի երկրների համար այդ Տրամպի հայտարարությունը լսեցիք, հա, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մասին ինչ ասեց, իսկ չեմ ուզում դա արտահայտեմ, բայց վիրավորական հայտարարություն արեց, բայց ինչա խնդիրը, ինքը ասում է ես պատրաստ եմ դուրս գալու, եթե իրանք չգան, ինձ աղաչեն, խնդրեն, որ ես շարունակեմ պատերազմը, էլի, հիմա այս իրանք էլ ասում են մենք ջս չենք հիմա իրականում ինչ է, հա, մի խոսքով ու այդտեղ նաև եթե ինքը դուրս գա, միևնույնն է Իրանը սկսել է բոլորին թելադրել իր պայմանները, հա, Սաուդյան Արաբիան հիմա իր միջով մի հատ մեծ գազած նավթատար ունի, որը գնում է Կարմիր ծովա դուրս գալիս, դա ժամանակին սարքել են, բայց շատ չեն օգտագործում, որը կարող կարծեմ 7 միլիոն բարել օրական նավթ տեղափոխի, հիմա դա են ակտիվացնում, որ այդտեղով ինչ-որ քանակ արտահանեն, բայց այդ միայն քիչ է, միայն Սաուդյան Արաբիայի նույն ծավալներին չի բավարարելու, հետո մերնա Կարմիր ծովից դուրս գալու առանձին խնդիրներ ալնելու։ Այսինքն խճճված բարդ, հիմա այդ բոլոր հարևանների համար իրանք հայտնվել են շատ դժվար վիճակում։ Դուբայից բիզնեսները գնում են, կապիտալը հանում են բանկերից, ոչ միայն իրանականը միջոց մեծ կապիտալ է եղել Դուբայ բանկերում, հիմա այդ առանձին խնդիր է, անշարժ գույքը Դուբայում 30% ընկել է այս վերջի մի քանի շաբաթվա մեջ եւ այլն, հա, 100,000 բրիտանացի կա, մի 200,000 ռուսներ կան, տարբեր երկրներից մարդիկ, որոնք Դուբայը ընտրել են որպես ամենաանվտանգ, ամենահարմար կյանքի համար տեղ, հիմա գնում են։ Ու կոտրել այդ իմիջը
Այսինքն մի անգամ կոտրում ես, հետո եւս 10-20 տարի պետք է կառուցես նորից, որ մարդկանց մոտ վստահություն գա։ Հիմա մյուս հարևանների մասին եթե ուզում եք կարելի է շարունակել։ Համեցեք Սիրիա օրինակ։ Ենթանենք նույն Ադրբեջանի տեսանք, հա, մեկ Նո էլի հարևանա Թուրքիայի հետ Թուրքիան հիմնականում իր մտահոգություն Թուրքիան շատ զգուշ է մոտենում փորձում է միջնորդի եւ այլն ու իր համար Թուրքիայի համար դա ոնց որ Սիրիայից ոնց որ 4 միլիոն փախստական եկան Թուրքիա ու հսկական բեռեր Թուրքիայի համար բայց նաեւ չլծակ էր ճնշման Պարսկաստանից էլ հսկայական սահման մոտ 1000 կիլոմետր սահման ունեն, այդտեղից էլ միլիոններ ի վերջո կարող են Պարսկաստանից գնալ դեպի Թուրքիա ու դա մեծ խնդիր է։ Դրա համար Թուրքիան մաքսիմալ զգուշ է։ Ադրբեջանի վիճակը անհամատաբելի դժվար է իհարկե, դրա համար հարևան են, մի կողմից իջոր հարևանություն լեզուները շատ ընդհանուր է, թուրքալեզու Պարսկաստանում բավականին բնակչություն կա եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ Իսրայելի հետ իրանց ջեր մոտիկ հարաբերությունները, ինչքանով Մոսադը ներկա է, ինչով է զբաղված Ադրբեջանում։ Մոսադը այդ ամենը հարցերը, այսինքն հումանիտար օգնություն ուղարկեցին, չնայած ռմբակոծեցին, փորձեցին ինչ-որ ժեստեր անեն, որ մեզ մի ձեռ տվեք, չգիտեմ ոնց կլինի, բայց համնած 1-2 հրթիռակոծում եղավ։ Մյուս երկրները Պակիստանը իր բարդ խաղն է խաղում, բայց Պակիստանը 10 ամերիկյան տանկեր իր դրոշի տակ հանեց ու հիմա սկսեցին Պակիստանի տանկերներին խփել, ուտեղ իրանք խնդիրներ ունեն։ Դե Աֆղանիստանը առանձին ոնց որ խնդրեմ, մենք ենք մնում։ Ու մենք այս պահին ես ինքս անձամբ մի տարի առաջ Թեհրանում էի, այնտեղ Tehran Dialogue Forum, այս կոնֆերանսը 50 երկրներից մասնակցում էի ու ելույթ ունեցա, ասում էի իմ համար Իրանը հսկայական երկիր է 11 հատ հարևան ունի, այդ 11 հարևանները բոլորը մուսուլմանական երկիր են, մի երկիր է, որը մուսուլմանական չի, դա մենք ենք Հայաստանն է, ու այդ ամենափոքր երկիրն է, որի հետ Իրանը ունի շատ լավ հարաբերություններ, ի տարբերություն մյուսների, ու ասեցի դա շատ կարևոր արժեք է, որ մենք փոխադարձ հարաբերությունները Վատ ու լավ եղել է 3000 տարվա պատմություն ունի այդ հարաբերությունները ու մենք մեջքից չենք խփել։ Իրանք էլ ոնց որ մեջքից չեն ուզում խփել։ Իսկ Սիրիայում իրավիճակը ինչպես է։ Սիրիայում առանձին բարդություններ կա, երկու մեծ խնդիր կա Սիրիայում։ Գիտեք ոնց է, փաստորեն Իրանի վրա հարձակվելով նաև Լիբանանի վրա հարձակվեց, Իսրայելը Հեզբոլայի վրա։ Լիբանանի հարավը ու մոտ 1 միլիոն Հեզբոլլայի պաշտպանող շիա մուսուլման լիբանանցի իրանք փախստական են Լիբանանի ներսում։ Դա հսկայական 1000-ից ավել մարդ է սպանվել, մի քանի հազար, բայց իրենք ու պլան կար, որպեսզի սիրիական բանակը այսօրվա ներգրավի Հեզբոլլային ճնշելու մեջ Լիբանանում։ Լիբանանը Սիրիան տրադիցիոն մասնակցել է Լիբանանում հարցեր լուծելուց, Խարիրի սպանությունից սկսած եւ այլն, հա, Ասադի Պապա Ասադին ու չէ, արդեն տղաներ, բայց այդ առաջի տարիներն էր։ Հիմա Սիրիային փորձում էին տենց ներգրավեն, Սիրիան բավականին խելոք եղավ, որ այդ հարցում առայժմ չնայած Հեզբոլլան իրանց ճնշել է ժամանակին, Ասադին օգնել է, որ այսօրվա իշխանություններին ճնշեն, բայց իրանք հասկացան, որ սխալ կլինի։ Իրանց կողմից, հա, չեն բանանը։ Բայց մյուս կողմից ուրիշ խնդրեմ է հիմա ցակել։ Ուրիշ խնդրեմը նա է, որ մի փոքր ընդհանրում եղավ քրիստոնյա մի քանի գյուղերի բնակչությունների հետ, նաև Դամասկոսում քրիստոնեական խանութներ, հսկայական հեղեղ սունիների հիմնականում, որոնք նկարները կա, հա, իրանք հեծանիվներով, մոտոցիկլետներով, այդ խալիֆատի դրոշներով եւ այլն, եկել են, սկսել են վառել, ջնջել իսլամական բաները, քրիստոնեական գյուղերում, փոքր քաղաքներում, խանութները եւ այլն։ Ու կոնֆլիկտը հենց այս մի 2-3 օրով մեջ է սրվում է։ Հիմա նույն Ահմադ Ալ-Շարան Բերլինում է, Բերլինում իրան շատ լավ ընդունում են մի կողմից պաշտպանողները իրան, հակաասադական ուժերը, բայց մյուս կողմից էլ մյուս շատերն էլ ասում են նույն Բերլինում կանցլերը, Գերմանիայի կանցլերը պետք է ասեսի չկանում քրիստոնյաների հետ, էլի, որ ալավիտների հետ տենց դաժան վարվեցիք, չգիտեմ, դրուզերի հետ, քրդերի հետ ոնց որ ինչ որ եզեր գտակ, բայց էլի Պարշի ուրա գնալու, հիմա քրիստոնյաներ մի քանի 100,000 մնացես իրան քրիստոնյաներ իրանց վերջն են ուզում տան։ Դա այս պատերազմի, այսպես ասենք, ազդեցություններից է, թե սա ներսիրիական վիճակ։ Չէ, ինչ որ ներսիրիական, բայց ինքը իրան ոնց որ
բանն է, էլի ոնց ասեմ, ոնց որ կողքերը ամենտեղ էս կոնֆլիկտը Խթան մի կա, կողմից այնուամենայնիվ։ Իրանը Իրաքի վրա է ազդում եւ այլն այդ սունի, շիա, քրիստոնյա այդ խնդիրները, բայց Սիրիան ես միշտ այդտեղ առիթներ շատ եմ ունեցել խոսալուց, հա, իշխանապողություն կամ ռեժիմի փոփոխությունից մեծ օպտիմիզմ չեմ ունեցել, որ Սիրիան որպես կայուն պետություն կարող է կայանա Եվրոպայում ամերիկացիներն չնա հիմնականում այդ բանը Թոմաս Բարակը Ամերիկայի դեսպանը Թուրքիան, որը հատուկ Սիրիայի նաև ներկայացուցիչն է, իրենք բավականին օպտիմիստորեն էին խոսում։ Ես անձամբ Ահմադ Շարայի մասին շատ բան չեմ կարող ասել, մարդը կարող է ինքը ինչ-որ մի օր արթնացել է, որոշել է իր ISIS-ի վերաբերյալ կամ Ալ-Կաիդայի պատմությունից հրաժարվի, բայց իր բանակը կամ իրան հաջակիցները իրանց մեծ ռադիկալիզացված մարդկանց տոկոսը շատ բարձր է։ Այդ մարդկանց կառավարել, որ իրենք դառնան քաղաքակիրթ նոր որակի Սիրիայի քաղաքացիներ, շատ դժվար է։ Շնորհակալություն։ Զրուցակիցս դիվանագետ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախին ղեկավար Դավիթ Հակոբյանն էր։ Մնացեք առաջինի հետ, կվերադառնանք րոպեներ անց։